Գորջան, կնստես, խոսալու բան կա։ Գորջան, քո համար գողեր են զանգել։ Մի խոսքով դու էլ պրոբլեմ չունես։ Խի մինչև հիմա պրոբլեմ եմ ունեցել։ Ունեցել ես ու կունենայիր գաղութում։ Լսի դու։ Տղերք, դուք էլ լսեք, այդ բոլորիդ է վերաբերվում։ Դուք բոլորդ այսօր, ամեն մեկդ, մի բանի համար նստացեք։ Ու ձեր համար ամենամեծ պրոբլեմը այ հենց էս է, որ ազատությունից զրկված եք։ Այսօր Բերդում մի օրենք կա, այն էլ պատից կախած է, որ պետք է առավոտ զարթնեք, գնաք լվացվեք, չփախնեք, այդ մնացած օրենքները ինչ որ դու ասում ես, դա դու ես հնարել։ Պրոստը վատը գիտես որն է, որ այս պագոններով մարդկանց մեջ կան մարդիկ, որ քեզ պազերշկա են անում։ Այս տղերքը չգիտեն խի, բայց հո ես գիտեմ։ Գոր քո համարն ես գողեր են զանգել։ Ու այն ինչ որ հիմա դու ասացիր, իրանց դուրն էլ չէր գա գիտես։ Ես ասում եմ այն, ինչ որ ինձ է դուր գալիս։ Թե իմ ասածից ով կնեղանա, այդ ինչ չի հետաքրքրում։ Այդ որ այդ խեղճ տղուն, որ ամիսը մեկ պեդաճի չեն բերում, դնում ես թիվ ես կրակում վրան։ Այդ է քո ճիշտը, հա? Ու вообще ինչ կա, որ ամեն օր եթում ես օպերի մոտ։ Հա? Ուրեմն սրանից հետո մենակ այս կամերից դուրս չգաս։ Հասկացար։ Այն օրն ինչ էիր ասում։ Աշխատողների համար փող պետք է հավաքենք, հա? Հա տղերք։ Այդ աշխատողները պետությունից փող չեն ստանում։ Թե ուզում ես այս տղերքով լավամարդ դառնաս։ Գոր вообще ինձ մի բան է հետաքրքրում։ Դու ինչ կյանքով ես ապրում։ Ես մարդ եմ, որ քո նման ճիճուներին եմ վերացնում։ Այն որ մոլախոտի պես դսվել եք հասարակության մեջ։ Լավ տղերքի վրա էլ ցեխ եք գցում։ Ու ես այն տղեն եմ, որ երբեք թույլ չեմ տա, որ անարդարություն լինի։ Այ դու ես կամերում դրա համար ես, չէ՞ նշանակված։ Բայց հələ հարցը որ մեկն է քեզ սիրում։ Ձեռները ճարալնի կոկորտդ կկդրեն։ Իսկ այս պագոնավորները, որ քեզ մեջք են կանգնում, գիտես խի, որովհետև հիմա պետք է իրանց։ Այ վաղը որ պետք չեկար։ Հասկացար, չէ՞ ինչ կանում։ Ու вообще դու խի ես նստած։ Գողություն։ Դու այ ջեբկիր։ 60 տարեկան կնիկը թոշակ է ստանում մի 30,000 դրամ։ Ու դրանով պետք է ամբողջ ամիսը ապրի։ Մտնում եք ջեբը տանում եք։ Մարդու ամբողջ մի ամսվա ապրուստը։ Հետո էլ ասում եք ջեբկիրությունը հարգված է։ Դրա ինչն եք հարգում։ Մտնում եք տուն, մարդու ունեցվածքը թալանում եք, երեխեքի փողը տանում եք։ Դու պատկերացրել ես հեչ մի անգամ այդ տանտերը մտնում է ձեզանից հետո իր տուն, ինչ է ազգում։ Հայ կուզեիր մի օր դու այդ տանտիրոջ տեղը լինեիր։ Այդի գիտես ինչից է։ Որ ալարում ես աշխատես։ Որ ալարում ես ժամը 8-ին զարթնես, գնաս գործի։ Որտեվ գլուխներդ մցրել են, որ աշխատելը զապադլու բան է։ Ու вообще դու ամուսնացած ես։ Երեխա ունես։ Հա։ Կուզեիր տղադ քո ճանապարհով գնար։ Չէ։ Ով կուզի որ երեխան նստի։
Ու նստելու է, գիտես խի։ Որովհետև երբ որ դուրս գաս տեից գնաս տուն, չես ասելու որ մի հատ տղա կար, որ առավոտ ու իրիկուն գլուխս ջարդում էր, եթալու ես ու լոպազանալու ես, ասելու ես թագավորի պես էի ապրում։ Ու այդ երեխետ էլ այսպես լսելու է քեզի, նայելու է քեզի ու նմանվելու է քեզի ու ուզենալու է, որ ինքն էլ թագավորի պես ապրի, այդ էլ տանելու է իրան կործանման, հասկացար։ Կոր ես մենակ մի բանի վրա եմ զարմանում, թե բողերը ոնց են քո համար պաստուպիտել է։ Մուկուչ, եթե այդքան խակ ես, հələ շատ բաների վրա կզարմանաս։ Լսարակ տղերք, այդ բոլորիդ է վերաբերվում։